եւ օգնույն սրբով ամեն։ Աստված սեր է եւ աշխարհի ամենահզոր ուժը սերն է։ Ինչ բան որ մարդ արածը ստեղծում է իշան մարդության սիրո ետևանքն է եւ ընտանիքն էլ ազդում են սիրուց, որ միասնաբար լինում են համայնք եւ ժողովուրդ երկիր։ Եթե մարդ արածը չսիրի օրինակի համար 40 տարի անընդհատ ցերեկ գիշեր չի աշխատի, որպեսզի մի բան օրինի, որ մարդկության օգտին վերջանա։ Այդ սերը պակասում է մեր մեջ։ Եվ իրականության մեջ ես ինքս էլ զարմանում եմ, որ ինչպես է, որ մեր նախահայրերը, մեր սուրբ հայրապետները, երբ որ այդ 7 մահացու մեղքերը գրել են, առաջինը լինում է հպարտությունը, երկրորդ նախանցը, հարգությունը, ծույլությունը, ակաությունը, որդրամոլությունը, շարակետությունը, ըխտասիրություն եւ այլն։ Առաջին երկուսը մեր մեջ շատ է եւ այդ պատճառ է դառնում, որ չկարողանանք միանանք եւ հարստանանք։ Հպարտությունը իր ազնվագույն չափն ունենա, ոչ թե այն, որ մենք ունենք համեմատ մյուս ժողովուրդներին։ Հպարտությունը չի տանում, որ մենք հարազատներս սիրով եւ հարազատորեն ապրենք միմյանց հետ, ժողովրդի հետ, ազգի հետ։ Այդ փորձությունը անչափ վնասել է մեզ։ Երկրորդը չար նախանցը, բարի նախանցը պատճառ է դառնում մարդ առաջանա, ձգտի եւ իր երազներին իրականանա։ Բայց չար նախանցը, որով է մեկը, եթե առաջադիմություն է ունենում, նախանցում են դրան եւ տարբեր պատճառներով, տարբեր գծերով, տարբեր կամակությունների միջոցով ուզում են նրան վնասել եւ այդպես վնասում են։ Փոխարեն քաչալելու, գնահատելու, որ այդ անհատը այդքան ընդունակություն ունի եւ կարողացել է հարստանալ, մեծ հարուստ դառնալ եւ դրա հարստությունն է, որից մի օր պետք է գալիս հայրենիքին, կարող է գործարանը միացնել եւ շատերը աշխատեն։ Բայց ցավում է, մարդ արածը 10 կետեր ունի, 10 կետերից 7-ը դրական են, բարի են, լավն են, 3-ը գույն են, տկար են։ Բայց ցավոք, մարդ արածը փոխարեն դիմացինի 7 առավել կետերը գնահատի, քաչաների, խրախուսի, որ նա այդ կետերը զորացնի, հակառակն են անում։ Այդ չարում են այդ 3 կետերը եւ դրանով ուզում են նրան սևացնել։ Պատճառն է մեղքերը։
մեր ժողովուրդը մոտավորապես 50 երկիր ապրում է և կարողացել է այդ երկրներում եկեղեցու շուրջ հավաքվելով իր ինքնությունը, իր կրոնը, իր սրբությունները պահպանի։ Եղել են ոչ ժողովուրդներ, որ ցուրվել են։ Իրանի մեջ եկել են քուրդերը, մուսուլման են դարձել, ցուրվել են։ Եկել են ասորիները նույնպես, եկել են վրացիները նույնպես, որ վրացիները և իսլամական կողմում են շատ մեծ ճնշում է գալիս հայերի վրա, մտածելով, որ հայերն էլ պիտի ցուրվեն, բայց ինքան տարիներ ճնշում են, սպանում են, զոհում են, չեն կարողանում ընկճեցնել և հիմա մենք մեր առանցին դպրոցները ունենք Իրանի մեջ և որովհետև չենք ցուրվել, պահել ենք մեր ինքնությունը, նրանք մեզի առնում են և ամենաշատը որպես փոքրամասնություն հայերի քրիստոնյաներն են առնում։ Պատճառն այն եղել, որ մեր նախնիկները իրենց հեզության, գործունեության, զոհության, մարդասիրության հետևանքով սիրաշահել են երկրի ժողովրդին և երկրի ժողովուրդը ողջունելով հայերից, որտեղ որ գնում են, հատուկ հարգանք են տալիս։ Որտեղ որ հայ ապրում, ինքը պարտավորություն ունի, պարտականություն ունի, հարմարավետապես օգնի իր հայրենիքին, եթե նույնապես չի կարող օգնի, հարմարավետապես օգնի, ամենասովորական խոսքը նաև օգուտ է տալիս մեր հայրենիքին, դեպի բարին, դեպի գեղեցիկը, դեպի դրականը։ Եթե հայրենիքը չլինեն դարեր շարունակ տարբեր երկրներում մեր ժողովուրդը չեն կարող իմանալ և ցուրվել։ Դարեր շարունակ մտածել է օրից նոր վերադառնա իր հայրենիքը և ուրախանալ հայրենիքով։ Եվ իրականությունը այդ հույսը պահել է նրանց, մինչև որ հետագայում 46 թվին հետո շարունակաբար եկել են այլ Հայաստան։ Այնպես որ Աստված ինքս է, ասում է, և որ դու եղբորը տեսնում ես, չես սիրում, ասում որ չես տեսել, ինչպես ես ուզում սիրել նրան։ Ուրեմն մենք բոլորս պարտականություն ունենք, մեր երկրի պետությունը մեր ողնաշարն է։ Ողնաշար եթե չաշխատի, մարդը ոտքի վրա չի կարող կայել։ Ինչպես որ մարդը երկու ոտքով կայնում է, մեր մեկ առաջին մտածումը ասված պաշտությունը, քրիստոնեությունը, նրան հավասարապես ազգասիրությունը և հայրենասիրությունը պիտի լինի մեր մեջ։ Ոչ թե սեղանի շուրջ կենացներով, հազար խոսքը մեկ գործի չարժ է, մեկ գործը հազար խոսքի կարժ է։
լոզունգով չէ, որ մեր երկիրը կզարգանա, այլ որ տնության ամեն մեկս պիտի աշխատեն, որ մեր հայրենիքի մեջ ապրող երիտասարդները, որ համեմատ մյուս երկրներին շատ են ծխում և խմում, ուրգուրանք նրանց, խնդրենք նրանցից, որ թողնեն այդ սխալ ընթացքը, որ մեր օգտին կվերջանա։ Պիտի մենք վստահենք մեզի 100,000%-ով։ Ոչ նական չպիտի մտածենք ուրիշ ազգեր մեզանից առավել այդպես չի։ Թեև մենք ունեցել ենք նշմախտաբար դավաճաններ, որ չեն թողի առաջանալ, բայց եթե ամեն մեկս մյուսին օգտակար լինենք, նրան դեպի բարի ճանապարհը, դեպի գեղեցիկը, դեպի լավը և վերստությունը շատ դեր ունի։ Եվ էլ նշանակում է Աստված մեր բարավերջում աչք պիտի գործածենք, այլ գործածենք երկում է, գնում է, պարում է, ավաշխարում է, հաղորդում է, ճիշտ չի, որ ինձեք ասեմ, են նշանակում է բարձրան Աստված և իրարու միշտ պիտի օգտակար լինենք ամերվարում և սիրով։ Դրա համար էլ Աստված սեր է, մենք եթե միմյանց սիրեցինք, հարգեցինք, որ այդ հարգանքը ծախս չունի, հանգիստ ձևով կարող ենք հարգել միմյանց և առաջի հերթին հարգողը ինքն է, որ հավարություն է ստանում հոգեպես։ Եվ ի վերջո, որն է վերջը մարդու այսինք գերեզմանը, միայն կմնա բարի անունը, եթե ունես ողորմությունը, կտեսնես Աստծու զորությունը։ Թող աղաչենք արբարձրան Աստված և բոլորս միասին աղոթենք առ Աստված, որ Աստված մեր երկրի ղեկավար տարերին իմաստություն պարգևի և ճիշտ ընթացքով ուղիոր ընթանա, որպեսզի հայրենիքը զորանա և իսկույնում տասնյակ երկրներով ապրող մեր ժողովուրդը վերադառնա Մայր Հայաստան, որովհետև որպես կապված է հայրենիքին, թեև ապրում է ուրիշ երկրներ, իրա ստամոքսը կուշտ է, այդ հոգին սոված է, միշտ մտածում է, որ հայրենիքում ապրի ավելի լավ է։ Այնպես որ բոլորս միասին կյամոթենք և ճիշտ գնահատականով առաջանանք։ Գնահատենք մեր նոր սերունդին, որ ստեղծեն երկու հատ կուսակցություն, այլևս խմբակցություններ չունենանք ազգասիրության և հայրենասիրության կուսակցություններ, որովհետև մեկը հաղթեց, մյուսը նրան թիկուն կայնի և զորացնի մեր երկիրը։ Աստծուց խնդրում և աղերսում եմ, որ իր բարի հեշտակը ուղարկի բոլորիս համար։ Մարդ արած ու երկու հեշտակ, չար և բարի, որ մեկին կերակրես, այն կզորանա։ Ուրեմն բարի հեշտակին կերակրենք, որ բարիով զորանա։ Աստծու
ձեր ընտանեկան բարեկամներին և հայ ժողովրդին Հայաստան աշխարհին փոխանցված պահապան լինի։ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։